Ըստ խնդրի, երկրի 3 քաղաքներում ապրում են ստախոսներ և ասպետներ։ Ստախոսները միշտ ստում են, իսկ ասպետները միշտ ճշմարտությունն են ասում։ A քաղաքում ապրում են միայն ասպետներ, B քաղաքում ապրում են միայն ստախոսներ, իսկ C քաղաքում ապրում են և ասպետներ, և ստախոսներ։ Շրջկայանը ահա զանգ է ստացել, որում հնչում է երկու պնդում։ Առաջինը այն է, որ ես A քաղաքից չեմ, իսկ երկրորդը այն է, որ A քաղաքում հրդեհ է բռնկվել։ Պահանջվում է գտնել, որ քաղաքից է եղել ահազանգողը և որ քաղաքում է հրդեհ բռնկվել։ Շատ լավ, ինչ կարելի է անել այս խնդրի դեպքում, որպեսզի հասկանանք ընդհանուր որտեղից է եղել ահազանգող անողը և որտեղ է հրդեհ բռնկվել։ Դե նախ պետք է ենթադրություններ անել կամ ահազանգողի պնդումների վերաբերյալ, կամ հենց ահազանգողի վերաբերյալ։ Այսինքն կամ պետք է ենթադրենք, որ ես A քաղաքից չեմ պնդումը ճշմարիտ է, ու ինչ կլինի դրա դեպքում, կամ այս պնդումը սուտ է և ինչ կլինի դրա դեպքում, կամ էլ, այսինքն մենք այդ ենթադրությունները վերաբերվում էին պնդումներին, կամ պետք է ենթադրություն անել հենց ահազանգողի վերաբերյալ, նա ճշտախոս է կամ նա ստախոս է, ու դրա դեպքում միգուցե ավելի արագ ստացվի ամեն ինչ։ Երկու ձևն էլ ընդունելի է, երկու ձևով էլ կարող եք անել, բայց ես ահազանգողի վերաբերյալ ենթադրություններ կանեմ։ Մյուս ձևով կարող եք ինքնուրույն փորձել։ Շատ լավ։ Հիմա զանգահարողը կամ ճշտախոս է կամ ստախոս։ Հիմա ենթադրենք, դե ճշտախոսի դեպքում նա պետք է լինի ասպետ, իսկ ստախոսի դեպքում ուղղակի ստախոս։ Հիմա ենթադրենք ստախոսը։ Այստեղից հետևում է, որ դե երկու պնդումներն էլ նա ակնհայտ սուտ է ասել, A քաղաքում հրդեհ է բռնկվել։ Սուտը նշանակում է A քաղաքում հրդեհ չի բռնկվել, դրա վերաբերյալ մենք ոչ մի եզրակացություն չենք կարող անել, դրանից ելնելով, որ մեզ կօգնի, բայց ես A քաղաքից չեմ պնդումը կնշանակի, որ սխալ է, սուտ է։ Դրա հակառակն է ճիշտ։ Իսկ որն է ես A քաղաքից չեմ պնդման հակառակը։ Ես A քաղաքից եմ, շղթումը դա է մեզ մոտ։ Նշանակում է սուտ է A քաղաքից, եկեք կրճատ գրեմ քաղաքից բառը, քաղաքից չեմ պնդումը։ Որտեղից էլ հետևում է, որ դրա ժխտումը պետք է ճշմարիտ լինի, այսինքն զանգահարողը A քաղաքից է, որտեղից էլ հետևում է, որ նա ասպետ է։ Եվ տեսեք, մենք ենթադրեցինք, որ ստախոս է ու հասկանանք նրան, որ ասպետ է, ինչը հակասություն է, չէ՞ որ այդ զանգահարողը ստախոս էր։ Շատ լավ, ուստի եկանք հակասության։ Ահա, նշանակում է, որ ենթադրությունը, որ զանգահարողը ստախոս է, սխալ է, այդ դեպքում մենք ոչ մի տեղ չեկանք։ Ինչն էլ հետևում է, որ մեզ մոտ զանգահարողը ճշտախոս է, այսինքն ասպետ է, բայց պետք է այդ իրավիճակը նույնպես ստուգել։ Ու արդեն դրանից հետո եզրակացություններ անել այս հարցերի համար։ Եթե ենթադրում ենք, որ մեզ մոտ զանգահարողը ասպետ է, նշանակում է նա A քաղաքից չէ, A քաղաքից է, որտեղից էլ հետևում է, որ քանի որ մնացած ասպետները մեզ մոտ C քաղաքում էին, B քաղաքում միայն ստախոսներ են, հետևում է, որ C քաղաքից է։ Եվ քանի որ նրա արած պնդումը ճիշտ է, երկու պնդումներն էլ ճշմարիտ են, ապա A քաղաքում հրդեհ է բռնկվել։ Հետևաբար այս խնդրի համար մեր պատասխանը կլինի
Առաջին հարցի պատասխանը, որ քաղաքից էր զանգահարողը, C քաղաքից էր, երկրորդ հարցի պատասխանը, որ քաղաքում է հրդեհ բռնկվել, A քաղաքում է հրդեհ բռնկվել։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք, դե կրկին, ինչ ունենք մենք երկու տարբերակ ունենք այս խնդիրը լուծելու, երկու եղանակ ունենք, կամ ենթադրություններ անել պնդումների վերաբերյալ ասված, կամ ենթադրություններ անել զանգահարողի վերաբերյալ։ Երկու դեպքում էլ մենք կգայինք որոշակի հակասությունների եւ մեզ կբավարարեին հատուկ ինչ-որ իրավիճակներ, որտեղից էլ արդեն կհասկանայինք, թե զանգահարողը որ քաղաքից է եւ նրա արած որ պնդումներն են ճշմարիտ։ Բայց ես նախընտրեցի ենթադրություններ անել հենց զանգահարողի վերաբերյալ։ Նա ճշտախոս է, թե նա ստախոս է, այսինքն ասպետ է, թե ուղղակի ստախոս է։ Երբ մենք ենթադրեցինք, որ նա ստախոս է, հետևեց, որ A քաղաքում հրդեհը բռնկվել է, երկրորդ պնդումը սուտ է, ինչը նշանակում է, որ A քաղաքում հրդեհ չի բռնկվել, բայց դա մեզ ոչ մի ձևով չօգնեց։ Այսինքն մենք դրանից ոչ մի կոնկրետ եզրակացություն չկարողացանք անել, բայց պնդումից, որ ես A քաղաքից չեմ ու դա սուտ է, մենք կարողացանք եզրակացնել, որ տվյալ զանգահարողը A քաղաքից է, այն որ նա ստախոս էր, սուտ էր ասել, դրա շղթումն էր, A քաղաքից չեմ պնդման շղթումն էր, A քաղաքից եմ պնդումն է, ինչն էլ հետևեցնում է արդեն, որ զանգահարողը A քաղաքից է, իսկ A քաղաքում միայն ասպետներն էին ապրում, ուստի զանգահարողը ասպետ է, բայց սկզբում ենթադրեցինք, որ զանգահարողը ստախոս է, այնուհետև ստացանք, որ ասպետ է, ակնհայտ հակասության եկանք, հետևաբար զանգահարողը ստախոս չէ։ Ուստի մեզ մնաց երկրորդ իրավիճակը ճշտախոս է, կամ որ նույնն է զանգահարողը ասպետ է։ Հիմա եթե մեզ մոտ զանգահարողը ասպետ է, նշանակում է նրա արած պնդումը ճշմարիտ է եւ նա A քաղաքից չէ։ Ուստի նա C քաղաքից է, որովհետև մնացած ասպետները C քաղաքում էին ապրում, իսկ նրա արած պնդումը, որ A քաղաքում հրդեհը ճշմարիտ է, հետևաբար դա պատասխանեց մեր խնդրի երկրորդ հարցին, հրդեհ բռնկվել է A քաղաքում։ Արդյունքում ստացանք, որ զանգահարողը C քաղաքից է եւ նա ասպետ է, եւ A քաղաքում հրդեհ է բռնկվել։ Այսքանով խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։